Սիվիկեյ, ձեր հարցը խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ընդդիմությունը նախաձեռնություն է ցուցաբերել արտահերթ նիստ գումարելու, ուզում եի հասկանալ, չեք կարծում, որ սա ընդդիմության կողմից քայլ է դեպի երկխոսություն եւ արդյոք չպետք է տալ ընդդիմության այդ հնարավորությունը, քանզի մարդիկ ոչ միայն անհամարություններ են զգում արդեն քաղաքում, բացի դրանից նաև սա շատերը դիտարկում են, որ հղի եւ այլ վտանգավոր հետևանքներով եւ հիմա պետք է դիրքորոշում հայտնի է իշխանությունը, թե արդյոք պատրաստ է ընդդիմության հետ գալ ինչ-որ կոնսենսուսի։ Ես կարծում եմ գործընկերներն էլ կուզեն արձագանքել ձեր հարցին։ Դե տեսեք, նախ եկեք արձանագրենք մի բան, որ ընդդիմությունը արդեն երկար ժամանակ է հրապարակներում բարձր գոռում է, որ վերջ, իշխանություն այլևս չկա։ Հետո ինչ-որ արտահերթ նիստներ են ուզում հրավիրել, ինչ-որ ելքի, սցենարներ են, փորձում իրենց համար մտածել, արտահերթ նիստ են հրավիրում, նաև ըստ էության, եթե ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրում, դրանով արձանագրում է ըստ էության, այսինքն որպես ընդդիմություն էինք այդ արտահերթ նիստը հրավիրում, դրանով արձանագրելով, թե ով է երկրում իշխանություն։ Եվ ուզում եմ նաև արձանագրել, որ այ ընդդիմությունը եւս օրենսդիր իշխանության մի մաս է, այսինքն ես նրանց ասածների եւ իրականության մեջ խզում եմ տեսնում, ես կարծում եմ, որ մենք օրինակ որոշ մարդկանց մոտ անձի երկության միգուցե ինչ-որ հետ ենք երբեմն առնչվում, այսինքն ինչպես մենք կարձագանքենք քիչ առաջ պատասխանեցինք, թող լինի նախագիծը արտահերթ նիստ հրավիրելու, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, իսկ երկխոսության եւ այլնի մասին այս կարծում եմ այս պահին ընդդիմության գործողություններն ամենևին չեն խոսում, նրա մասին, որ երկխոսելու մասին չեն ընդդիմության գործողությունները, նրանց հռետորաբանությունն ու բառամթերքը անընդունելի է, ես քիչ առաջ դրա մասին խոսեցի, երբ որ ընդդիմությունը կհասկանա իր իրական դրությունը, դուրս կգա իր պղպջակից, այլ իրականությունից կվերադառնա իրականություն, այնտեղ որտեղ ապրում ենք բոլորս, այդ ժամանակ միգուցե քննարկենք նաև ձեր ասած վարկածները։ Ներողություն, չեք կարծում, որ սա իրենց կողմից նշաձողի իջեցում է, դուք է պետք է նշաձողի իջեցնեք մի քիչ։ Նախ պետք է նշաձող ունենալ, որպեսզի իջեցնել։ Ես կարծում եմ իրենց աջակիցներից մեկը հստակ իրենց նշաձողը ոտասի մակարդակում արձանագրել էր եւ ինչ վերաբերում է նրանց երկխոսության հրավերին, ապա նման լեզվով, այսինքն կամայականության եւ կամակորության լեզվով չի կարելի խոսել քաղաքական թիմի հետ, իշխող կուսակցության մանավանդ եւ ասել, որ մենք մեր օրակարգով միայն կգանք, գոյություն ունի օրակարգեր, որոնք այսօր երկրի համար կարևոր են, այդ օրակարգերով ազգային ժողովը առաջ է շարժվում եւ այո, զուգահեռ իրականությունից պետք է վերադառնալ իրականություն եւ գալ այստեղ, ոչ թե ինչ որ տղայական փորձել, ինչ որ տղայական մակարդակի տանել այդ խոսակցությունը, մանավանդ եթե այդտեղ բոբիկ ես։ Շնորհակալություն։ Աստղիկ ջան, վերջում ժամանակ եթե մնա, դուք հարց կտակ, Աստղիկ ջան, 1 րոպե։ Եթե թույլ տաք ես ինչ-որ բան ասեմ։ Տեսեք, ինձ համար, որպես Լազարյան Վարդանյան, մեկ է, կվերադառնա ընդդիմությունը, չի վերադառնա։ Բայց իմ համար որպես քաղաքացու եւ ընդդիմադիր մեր գործընկերների համար որպես քաղաքացիների անհրաժեշտ է վերադառնալ ազգային ժողով։ Այն պարզ պատճառով, որ մենք այստեղ չենք ներկայացնում մեզ, անկեղծ մենք ներկայացնում ենք այն ընտրողին, ով մեզ վստահել է իր անունից ազգային ժողովի լիազորությունների ընթացքում իրականացնել քաղաքական իշխանություն եւ իրենց էլ է լիազորել իրականացնել քաղաքական իշխանություն։ Եվ իմ գործընկեր պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ նրան, որ իրանք էլ են իշխանություն, որտեղ իրանք օրենսդիր իշխանության մաս են։ Ես ավել եմ ասեմ 3 կարևորագույն հանձնաժողով ըստ էության նախագահում են մեր ընդդիմադիր գործընկերները 3 այդ թվում տնտեսական հարցերի հանձնաժողով ազգային ժողովի փոխխոսնակը պարոն Իշխան Սաղաթելյանն է, որը կոչված է ապահովել ի պաշտոն ազգային ժողովի բնականon գործունեությունը, չի կատարում իր պարտականությունները, ընդհակառակը ամեն ինչ անում է, որ այդ պարտականությունները չկատարվեն։ Հիմա ինչի համար է ընդհանրապես ստեղծվել խորհրդարանը։ Խորհրդարանը ստեղծվել է, որպեսզի Բախում հասարակության մեջ վերածի քաղաքակիրթ բանավեճի։
խորհրդարանում ազգային ժողովում։ Բոլորդ անվանում ենք ազգային ժողովում լիստերի դահլիճում տեղադրված ամբիոնը թիվ 1 քաղաքական ամբիոն։ Մեծագույն շռայլություն է ունենալ այդ ամբիոնը եւ կամովին հրաժարվել դրանից, որովհետեւ ի վերջո քաղաքացիներ, գիտեք, կարող է հարց տալ անդիմությանը։ Մենք ձեզ լիազորել ենք, հնարավորություն ենք տվել, որպեսզի դուք կարողանայիք օգտագործել այդ քաղաքական ամբիոնը։ Դուք չեք օգտագործում այդ քաղաքական ամբիոնը, ձախողելով ձեր կողմից ստանձնած առաքելությունը։ Հիմա կվերադառնան շատ լավ, չեն վերադառնա, թող ընտրողը արդեն իմանա ում հետ գործ ունի։ Բայց մեր նպատակը ոչ թե խնդրելն է ինչ-որ նշաձողի մասին խոսելն է եւ այլն, որովհետեւ քաղաքական դիսկուրս չի, քաղաքական բանավեճ չի։ Չկա օրակարգում ինչ-որ նախագիծ, որի հետ կապված ընդդիմություն ունի առաջարկներ, մենք հրաժարվում ենք այդ առաջարկները քննարկել։ Չկա ինչ-որ մի երևույթ, որի հետ կապված մենք չենք կարողանում, որ կա առաջարկ, կա մեր մոտ այլ դիրքորոշում է, մեր դիրքորոշումները պետք է մերձեցվեն։ Ես անկեղծ չեմ կարող հասկանամ ինչ է ընդդիմության քաղաքական օրակարգը։ Մի բան է իմ համար հստակ, 1000 անգամ արդեն ասել եմ, եւս մեկ անգամ պետք է ասեմ, ամեն անգամ, որ դուք գոռում եք Հայաստան առանց այսինչ էթնիկ խմբի ներկա չի, դա մեր համար հանդուրժելի է եւ այլն, Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի միջազգային դատարանում նոր արեստացին ինչ-որ փաստաթուղթ են դնում իրենց հայցի մեջ, սրանով իսկ վնասելով թե մեր հայցի ճակատագիրը հետագայում, թե հնարավոր առավել բարենպաստ լուծումները կարգավիճակային հարցերում։ Շահկերտները ավել չեմ կարող բացել, բայց այն ինչ արվում է, պարզապես հակապետական գործունեություն է։ Եվս մեկ անգամ հորդորում եմ, մասնագիտական եմ հորդորում, դադարեցնել առնվազն այդ կարգի քննարկումները, այդ կարգի կոչերը գոնե։ Վերադառնան դռները միշտ բաց է, շուշտել միշտ գիտեն իմ ընդդիմադիր գործընկերները, մեկ-մեկ զանգում են, մեկ-մեկ պատահաբար են զանգում, մեկ-մեկ ոչ պատահաբար, մենք միշտ պատրաստ ենք սիրով ընդունել բոլորին, որովհետև ի վերջո նրանք ներկայացնում ոչ թե իրենց, այլ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ԿՎՆ, որը ես պարտավոր եմ հարգեմ եւ մենք մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հարգել։